Ինձ համար առնվազն զարմանալի արդեն չասեմ, որտեղ այս իշխանությունների օրոք տարբեր նմանատիպ հայտարարություններ լսել ենք, բայց համենայն դեպս նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցներն ուղիղ տան տանիքների տան ուղղությամբ լինում, այսինքն ասել, որ հասցեական չեն կրակոցները, մեղմ ասած սուտ է, բայց նաև երբ որ պաշտպանության նախարարությունն է նման հայտարարություն տարածում, այդ ուղղակի անընդունելի է, խայտառակություն է, որովհետև ի վերջո սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան, զգում են կրակոցները, իմիջիայլոց կամ թիրախային են կրակում, կամ եթե նույնիսկ օդ են կրակում, իրենք հենց այնպես օդ չեն կրակում, դա եւս տերորի նշանակություն ունի, դա եւս կոնկրետ թիրախավորման նշանակություն, այսինքն վախի մթնոլորտում պահելու, մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի։ Սա կարծում եմ որևէ մեկի համար նորություն չի, որովհետև Ադրբեջանի շարունակական այս ագրեսիվ քաղաքականությունը եւ որևէ этаպում կանգ չի առել, եւ չնայած այն շարունակական հայտարարությունների այս իշխանությունների կողմից, որ գնում են խաղաղություն հաստատելու ճանապարհով, ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ կերպ տրամադրված չէ խաղաղության գնալու, եւ դա վկայում է ինչպես հողի վրա կատարած իր գործողություններով, այսինքն կրակոցներով եւ շարունակական վախի մթնոլորտ ստեղծելով, այնպես էլ նաեւ այնպիսի հայտարարություններով, ինչպիսին օրինակ Բայրամովն արել եւ սահմանադրության փոփոխության մասին եւ մի շարք այլ նախապայմանների մասին, որոնք շարունակաբար խոսում են, բայց այս իշխանություններն ականջները կարծես թե փակում են, չլսելու են տալիս, իրենք իրենց օրակարգով գնալու, որը իսկապես որևէ տեղ չի տանում։